Մեր անկախության 35-րդ տարին է եւ մեր երկիրը տնտեսապես աշխարհի 110-րդ աղքատ երկիրն է։ Այսօր մեր երկիրը ունի զարգացման եւ մեծ բարեփոխման կարիք։ Բարեփոխումը մինչև այս մեր երկրի համակարգերը ձևավորվել էին ուրիշ օրակարգերի շուրջ։ Մենք գիտենք, որ առաջի 20 տարին մեր անկախության, 20-28 տարին անվտանգային օրակարգի շուրջ։ Դրանից հետո եկող 7-8 տարին իրար հետ հակասությունների երևի օրակարգի շուրջ։ Իսկ այդ ընթացքում մենք ունենում էինք մի խնդիր, որը քչերն էին նկատում էին այն մարդիկ, ովքեր զգում էին իրենց վրա։ Դա թուլացող Հայաստանն էր։ Դա Հայաստանն էր, որի բնակչությունը շրջաններից ուղղակի դուրս է գալիս։ Երևանցիները գնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շրջաններից գնում էին Ռուսաստանի Դաշնություն։ Մեր երկրի բնակչությունը կես միլիոն մարդով փչացել է անկախությունից հետո, շարունակում է անկում ապրել։ Այս առաջարկները 5 առաջարկ մենք ունենք, որը ուզում ենք ներկայացնել։ 5 քայլ, որը անելու ենք, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը։ Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում։ Պետական համակարգում մինչև այս եղած երկրի ղեկավարները երկրի միշտ պետական ապարատի կողմից են նայել տնտեսությանը։ Առաջի ղեկավարը, ով կնայի ձեռնարկատերի հասարակության անդամի կողմից, դա կլինի Սամվել Կարապետյանը, քանի որ անցած ճանապարհը ձեռնարկատերի ճանապարհ է։ Եվ ինչ քայլեր ենք մենք ուզում անենք Հայաստանը փոխելու համար։ Ամենաառաջինը, բոլոր շրջաններով գնալով, մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր։ Երկրում կա աշխատատեղերի խնդիր։ Երկրում շրջաններում գործ չկա։ Գործը այս պահին ամենապահանջված բանն է Հայաստանի շրջաններում։ Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, դրա պատճառով մարդիկ թողում են իրենց ընտանիքները այստեղ եւ ունենում են բազմաթիվ հետևանքներ բացասական։ Առաջինը դեմոգրաֆիկ հետևանք, երկրորդը ծայրահեղ աղքատություն շատ շրջաններում։ Այս բոլորի լուծման ճանապարհը մինչև հիմա պետությունը գտել է մի ուղղությամբ։ Հավաքել է բյուջե եւ տվել է ինչ որ արտոնություններ, ֆինանսական սուբսիդիաներ, ինչ որ ուղղություններով։ Արդյունքը մենք տեսնում ենք այն ինչ որ ունենք։ Երկրի շրջաններում արդյունաբերությունը, արտադրությունները վերջի տարիներին անկում են ապրում։ Մենք ինչ որ տեսնում ենք Երևանում, վարկերի հիմքով ստեղծված տնտեսություն է, որը ժամանակի ընթացքում երկար չի կարողանա այս տեմպը պահպանել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի քայլը ստեղծել 300,000 նոր գործի տեղ Հայաստանում։ Շատերը կասեն, բոլորը դա կարող են ասել։ Ինչպես եք դա անելու։ Սրա տակ կա մակրոտնտեսական ուղենշված քաղաքականություն։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ Քաղաքականության հիմքում ընկած է առաջի քայլը արդյունաբերականացում, վերաարդյունաբերականացում։ Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր արտադրող եւ ստեղծարար պոտենցիալից։ Մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող, վարկերի հաշվին ապրող եւ ծառայություններով ինչ որ ձև յոլա գնացող երկիր։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Ինչ ձևով ենք մենք իրականացնելու 300,000 գործի տեղի ստեղծումը։ Առաջինը, մեր երկիրը տարեկան, եթե վերարտանում անենք, $7 միլիարդ ներմուծում է անում։ $7 միլիարդ։ Մեր երկրի ներմուծման եւ արտահանման տարբերությունը համարյա $4 միլիարդ է։ Եթե մեր երկրի ապրանքներն ենք նայում, վերարտանումը անում ենք։ Տարեկան Հայաստանը $4 միլիարդ ավելի գումար է ուղարկում դուրս, քան ստանում է։
Մենք աղքատանում ենք 4 միլիարդ դոլարով։ Իսկ գիտեք ոնց է այդ աղքատության, այդ 4 միլիարդ դոլարի տարբերությունը Հայաստանը կոմպենսացնում։ Կամ դրսից հայերի փոխանցումներով, կամ պետական պարտքով։